իրականացում են այս ապօրինությունները մեր երկրում։ Վերջին ձերբակալությունները դրանք փաստորեն հալված էին լրագրողական համայնքի Իմունենի հաղորդաշարը Անտիֆեի քարտավը, որը մեծ խաղեր հավաքում եւ ամբողջ աշխարհի հայությանը տեղյակ է դարձնում այս ապօրինությունների մասին։ Իրեն այսպես խումբ համայն այն մարդիկ, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնել այս իշխանությունների բռնաճնշումների, քաղաքական մտածումների դեմ։ Բայց հայհոյանքը արտարացնում եք դուք այնուամենայնիվ եթերից հնչող։ Եթե հայհոյանքից պիտի խոսենք, այդ հայհոյանքի մշակույթը կարծեմ մեր երկիր, մեր կյանք մցրել են հենց այս իշխանությունները։ Այո, դրա մասին այսօր Նիկոլ Փաշինյանը խոսեց, ասեց ինքն էլ է կարծում, որ դա չպետք է տեղ ունենա, բայց Կիրակի օրը գնում է եկեղեցի եւ մաքրվում է այդ կերպ։ Ուրեմն կարգալույծ եղած հոգևորականների հետ եկեղեցում այդպիսի հայտարարակ արարողությունների բեմականացումների մասնակցելը ես չեմ համարում եկեղեցի գնալ, դա սրբապղծություն է, ինչպես մայրաթորն է դա արել։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ վերջին հրատարակում նույնպես ինչպես կարգն է, մեր վարչապետական կարգով հրատարակից զեղչվել էին շատ կարևոր հատվածներ, որտեղ որ պետք է նշվել կաթողիկոսի, օրվա կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը եւ նույնիսկ հոգևորականը վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ, վարչապետի ալկոհոլ զբաղեցնողի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ չէր նշել կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը։ Սրանք հարցեր են, որ եկեղեցին ես վստահ եմ ներքին կարգով կքննարկի եւ իրենց որոշումները կկայացնեն, մենք չէ որ պետք է դրանց մասին մետրամանություններ տանք։ Ես ինքս շատ բացասական եմ վերաբերվում այդ վերաբերյալ։ Տեսեք, դուք դասավանդում եք նաեւ արտերկրում, այնտեղ հայկական համայնքի հետ բնականաբար շփումներ է։ Հետևում են այստեղ տեղի ունեցող այս իրադարձությունների, ինչ կարծիք ունեն եւ օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գնալ Կանադայի ինչպես են պատրաստվում։ Փառք Աստծո, նա դեռ չի համարձակվել Կանադա այցելել, մանավանդ պատերազմից հետո մենք նրան այնտեղ չենք տեսել։ Նույնիսկ իր ուղարկած դեսպանին մենք արժանանում ենք մատուցում այնտեղ եւ եթե կհիշեք 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո Հայաստանի դեսպանը Կանադայում նրա մուտքը արգելվեց հայ կենտրոն, որտեղից կամավորականներ էին եկել եւ զոհվել 44-օրյա պատերազմում եւ նրա մուտքը արգելվեց, քանի որ նա գտնվում է Կանադայում իրականացնելու այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը ցեղասպանության մասով արգելվել է, ասել են, որ առաջնահերթություն չէ դա իրենց համար, իսկ Թուրքի համար սա գերակա խնդիր է, շատ կարևոր, դուք գիտեք ինչպես է ձևավորվել ավանդական սպորտը եւ նույնիսկ Հայաստանում չկա այնպիսի հայ, որը ինչ որ քելորս կապված չէ ցեղասպանության հետ։